վարչական ակտ է, կարող է վիճակվել միայն դատական կարգով։ Այլ անձանց սահմանադրական իրավունքների սահմանափակում, այս թվում սեփականության իրավունքի իրացմանը խոչընդոտում և հասարակական կարգի հասարակական անվտանգության ապահովմանը սպառնացող ցանկացած գործողություն դիտվելու է որպես սահմանված կարգի խախտում և օրենքով ամրագրված հիմքերի ակնհայտության դեպքում կազմի արտադրանքի կիրառման։ Սա քաղաքացիական նախաձեռնությունները և այգու հանրային պաշտպանները նրանք առանձին գործողություններ են, ապամոնտաժող բրիգադը առանձին նախաձեռնություն է։ Ապամոնտաժող բրիգադը դիմել է Հայաստանի Հանրապետության գլխավոր ոստիկանապետի նամակով, որին չի պատասխանվել։ Հիմա ապամոնտաժող բրիգադը կոչ է անում, որպեսզի ձեր ներկայացուցիչները մոտենան ապամոնտաժող բրիգադին կամ ձեզ որոշեք, որպեսզի դուք ձեր ասելիքը ասեք։ Ես ուզում եմ տեղեկացնել ձեզ։ Մենք նաև տվել ենք ոստիկանության իրավունքները։ Գիտենք, ամեն ինչը գիտենք, դուք հիմա դա ասում եք լրագրողների համար։ Լրագրողները ինչ շատ է։ Այսօր Հայաստանի 50%-ը լրագրող է։ 50%-ը միլիցիա է։ Մեր խմբի անդամներից որևէ մեկին պիտի կալանավորեք, մեզանից ոչ մեկը որևէ դիմադրողական գործողություն նման բանին չի ցուցաբերի։ Անկախ նրանից մենք հիմնավոր ենք, թե անհիմն ենք համարելու ձեր գործողությունը։ Բայց եթե ոստիկանությունը փորձի նույն բաները անհիմն անել այստեղ հավաքված երիտասարդներին նկատմամբ, մենք նման գործողությունների դեմ բնականաբար հակադրվելու ենք։ Ոստիկանությունը ես դրանով ուզում եմ ընդգծել, որ մեր գործողությունները եւ երիտասարդների գործողությունները չդատել միասնական, այլ իրենք անում են հավաք, մենք հավաքի հավաքենք այստեղ ուրիշ բան։ Եկեք հիմա կոնկրետացնենք ամբողջ խնդիրը։ Բնական է, այս տարածքում եւ այս քննի ստեղծվեց լուրջ իրավական հեչ։ Կարծում եմ բոլորս հասկանում ենք, իսկական մարդիկ այստեղ են։ Դրա մասին է նկարում։ Մեր խնդիրը որն է, մենք փորձում ենք այս տարածքում, որտեղ պայքարել են երիտասարդները, ու մեր կարծիքով ճիշտ է, փորձել ձև գտնել այդ իրավական վեճից դուրս։ Մենք կողմ ենք գտնում ոստիկանությունը, որովհետև ոստիկանությունն է այստեղ։ Մենք գտնում ենք, որ ոստիկանությունը այնքան էլ ճիշտ որոշում չի ընդունում, որ նման ձևով պաշտպանի այս վիճելի սեփականությունը, որովհետև սեփականությունը պաշտպանվում է միայն այն ժամանակ եւ ամբողջ աշխարհում պաշտպանված է, եթե հասարակությունը ճանաչում է այդ սեփականության օրինականությունը։ Այստեղ այդ հանգամանքը չկա եւ դրա պատճառով ստեղծվել է բավականին լուրջ վիճակ։ Ոստիկանության ուժերով անհնարին է սեփականություն պաշտպանել։ Մենք կմտնենք տարածք այն ժամանակ, երբ որ բուտիկի մոտ որևէ մեկը չլինի։ Եթե չլինի, մենք մտնելու ենք։ Մենք ոչ մի քայլ առաջ չենք գնալու, ոչ մի ժապավեն չենք կտրելու։ Բայց եթե ոստիկան չլինի, մենք անցնելու ենք մեր գործի։ Ոստիկանությունը պիտի մտածի, մինչև 3 տարի է ուզում այստեղ նստի, թե ոչ։ Ինչով է դա այսքան ակտուալ։ Խնդիրը ոչ միայն այսքան ժողովուրդն է, որ տալված։ Խնդիրը այն է, որ մենք բոլորս մասնագետներ ենք եւ շատ լավ գիտենք, եթե նման հարցերը չեն լուծվում իրավական դաշտում, Վրաստանի պես, ուրիշ երկրների պես, գալիս է մի պահ, երբ որ հասարակ ժողովուրդը գուցե անգիտակից, բահերով, փայտերով արդեն գալիս սկսում է լուծել սեփականության խնդիրը։ Մենք փորձում ենք այսօր գտնել այն բանաձևը, որի միջոցով քաղաքակիրթ ձևով նման խնդիրները լուծել։ Սա է ընդհանրապես։ Ոստիկանությունը միշտ եղել է եւ պետք է մնա։ Ասում եմ մի րոպե չեմ բրդում վայ։ Կանգանում եք իմ աշխատանքի։
Կոնտակտ պերիլայել Ես նայել եմ ձեր ելույթը շատ լավ, մեկնաբանել եք, հասկանում եք, բայց ամեն դեպքում ձեզ ինքնիրավչությունը սա է, ինքնիրավչությունը սկսվել է դուք շատ լավ գիտեք առաջացել։ Առասարակ, ռիսկի էլ մի գնացեք, ռիսկի մի դիմեք։ Ոստիկանի Կներեք մի բան հարցնեմ էլի, եթե տերը փորձում եք կտրել, ես ոչ մի ոստիկանի չեմ։ Չի զանգում ես չեմ Մենք տեսանք եւ ամենակարևորը որ դուք տեսաք, որ ձեզ հարգելի ոստիկաններ օգտագործում են, կներեք արտահայտության, բայց դա ձեզ են օգտագործում, ինչպես շղթայված շներին մի երկու հաստափոր, հաստավիս օլիգարխի բուտկա պահպանող։ Ես հասկանում եմ, որ ձեզ բոլորովին հաճույք չի պատճառում, ես ուշադիր նայում եմ ձեր աչքերին, վստահեցնում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, որը իր համար որոշում ընդունի, որ եկել է այն ժամանակը, որ այս երկրում այսուհետ պետք չի ենթարկվել անօրինական որոշումներին, ինքը կունենա այս ամբողջ հասարակության ներկայացուցիչների աջակցությունը։ Մենք բոլորս կանգնելու ենք ձեր կողքը, ձեր անձնական իրավունքները պաշտպանելու համար, եթե ձեր ղեկավարությունը այդ քայլը կդիտարկի սխալ կամ կփորձի ձեր նկատմամբ որևէ անօրինական որոշումներ կայացնել։ Ես գտնում եմ, որ մենք այստեղ իհարկե դեռ երկար կմնանք եւ մեր գործողություններից մենք հետ չենք տանում։ Մենք դրամադրված չենք ուժով հարկադրել ձեզ որևէ բան։ Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այս տարածքում քննական աշխատանքներ կատարելու վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է վիճարկվել միայն դատական կարգով։ Այն Գիշերները ես ու չեղա, անասուն ոլևացի, գիշերները ես կուն չեղա, անասուն կոլևացի։ Հիմա մենք ենք ասում, դուք դիմեք դատարան, թող քաղաքապետարանը դիմի դատարան մեզ դատի տա, սա ոստիկանության խնդիրը չէ, ոստիկանությունը այստեղ անելու բան չունի, չեն վախենում դատարանից, որովհետև գիտեն, որ եթե դատական քննություն սկսվեց, իրենց սաղ կեղտը դուրս է գալու տակից։ Մենք երբ որ ստեղծում ենք այս պետությունը, երբեք չեք մտածել, որ կծնվի սերունդ եւ այս սերունդին կվերաբերվեն այսպես այս իշխանությունները։ Դա անընդունելի է մեզ համար։ Եվ դրա համար էլ մենք հասկացանք, որ մենք պիտի գանք եւ փորձենք խոցել այս իշխանությունների հետ։ Եթե մեզ ձեր բակալը կամ ինչ-որ ուրիշ գործողություններ ուժային կիրառեն մեր դեմ, բրիգադի երբևէ այս պահից հետո այդ ժողովուրդը չմտածի մեզ պաշտպանելու համար։ Դուք պիտի պաշտպանեք շարժումը ու քաղաքը։ Երբեք։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ բոլորը հասկանան, որ ստեղ ոչ ոք կատակ չի անում։ Կանաչ գույն եւ կապույտ։ Մորեգույն։ Բացկապուտին Բայանդուրին է դուրգարել, ինչ կողքից ակներ բացկապուտ։ Պուտիկներն էլ ոստիկաններին է դուրգարել։